Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Ագարակ գյուղից տեսանյութ է հրապարակել, որտեղ թիմի հետ միասին շրջայց է կատարում բնակավայրում, տեղում ծանոթանալով բնակիչների հուզող խնդիրներին։ Զրույցի ընթացքում գյուղացիները որպես առաջնային խնդիրներ բարձրաձայնել են տրանսպորտի խնդիրը։ Բնակիչների խոսքով վերջին ամիսներին համայնքում տրանսպորտային կապը դեպի Ստեփանավան գործնականում խաթարված է, ինչը լրջագույն դժվարություններ է ստեղծում առօրյա տեղաշարժի համար։ Հետընտրական շրջանում Ուժեղ Հայաստան դաշինքը մարզային այցելություններով նպատակ ունի ազգային ժողովում դառնալ ժողովրդի ձայնը։ Քաղաքական թիմը պատրաստվում է լինել բոլոր մարզերում, անձամբ տեղեկանալ համայնքների խնդիրներին եւ դրանք հասցնել օրենսդիր մարմնի քննարկմանը, հիմնավոր լուծումներ գտնելու ակնկալիքով։ Վանաձորի նախկին համայնքապետ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել, այն արդեն դատարանում է։ Անդրադառնալով գործին Մամիկոն Ասլանյանը Facebook-յան տեսանյութում նշել է, որ գործը հարուցվել է դեռևս 2022 թվականին, սակայն ինքը որպես մեղադրյալ է ներգրավվել վերջերս Ուժեղ Հայաստան կուսակցությանը միանալուց հետո։ Ասլանյանը պնդել է, որ ցուցմունք չի տվել ու տեղի ունեցողը համարում է իր նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու փորձ իր քաղաքական ակտիվությունը սահմանափակելու նպատակով։ Այդ գործը իմ 21 թվականի կալանավորական գործից հատուկ առանձնացված գործ է, որպեսզի պահեստային տարբերակում իմ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար եւս մեկ գործ հարուցեմ, որպեսզի ինձ զերծ պահեն քաղաքական ակտիվությունից, բնականաբար քաղաքական ակտիվությունն ու մարդկային ակտիվությունը ճնշումների միջոցով գոնե թե իմ պարագայում հնարավոր չի մեղմել, ամեն դեպքում ես ապրում եմ իմ կյանքով, իմ սկզբունքներին, գաղափարներին հավատալին, շարունակելու եմ այսպես էլ ապրել, իսկ թե մեր իրավական մարմինները ինչու են այս մեթոդները ընտրել ինձ եւ իմ նման անձանց վրա ճնշում գործադրելու, դա ժամանակը արդեն ցույց կտա։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից 10 օր անց դատախազությունը որոշել է Արարատ ցեմենտ ընկերությունը փոխանցել պետության կառավարմանը։ Որոշումը կայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հարուցված դատական գործի շրջանակում։ Դատախազությունը նույն գործի շրջանակներում պահանջում է հօգուտ պետության բռնագանձել նաև զգալի ծավալի այլ ակտիվներ։ Պահանջների ցանկում ընդգրկված են 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 38 տարբեր ընկերությունների բաժնեմասեր։ Բացի գույքային միավորներից իրավապահ մարմինները ցանկանում են բռնագանձել նաև շուրջ 106 միլիարդ դրամին համարժեք գույք եւ դրամական միջոցներ։ Հայաստանի MMA-ի հավաքականը առաջիկա մրցաշարին ստիպված է դրսում ասֆալտի վրա պատրաստվել։ Հավաքականի 107 մարզիկ այսօր ասֆալտի վրա է մարզվել, քանի որ արդեն տևական ժամանակ է իրավապահ մարմինները կապարակնքել են Օլիմպիադանի դռները ու թույլ չեն տալիս մարզվել ներսում։ Մարզիչ Էրիկ Օհանյանի խոսքով, չնայած տարբեր կողմերից եղած աջակցության առաջարկներին եւ այլ դահլիճներում ժամանակավոր մարզումներ անցկացնելու փորձերին, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Օհանյանի պնդմամբ կա նաեւ մարզական որակների անկման վտանգ, քանի որ երկարատև դադարը բացասաբար կանրադառնա երեխաների պատրաստվածության վրա, մինչդեռ մրցակիցները շարունակում են մարզվել եւ առաջընթաց գրանցել։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվել է իրական խաղաղություն եւ նրանք վերականգնում են առևտրային կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևորն այն է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես հեռացվեն, լինի դա նոր սահմանադրության ընդունմամբ, թե այլ իրավական մեխանիզմով։ Երբ այդ հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա, ասել է Ալիևի օգնականը։ Իրանի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է Համալիրի օժանդակ շինությունների հատվածում։ Այդտեղ ուղարկավորված են Ալի Խամենեին եւ նախագահ Իբրահիմ Ռայիսին։ Պաշտոնական Թերանը չի հստակեցրել բռնկման պատճառները կամ վնասների իրական չափը։ Թուրքիայի իշխանությունները երկրից կարտաքսեն Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի այցելուների գոտում բարձրաձայն աստվածաշունչ ընթերցելու եւ հսկիչների նախազգուշացումներն անտեսելու պատճառով։ Թուրքական իրավապահ մարմինները միջադեպը որակել են որպես ատելության հրահրում եւ հասարակական կարգի դիտավորյալ խախտում։ Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը հաստատել է, որ ձերբակալվածներն արդեն տեղափոխվել են միգրացիոն ծառայության արտաքսման կենտրոն։ Պաշտոնական Անկարան այս կերպ գործնականում կիրառում է 2020 թվականին տաճարը մզկիթի վերածելուց հետո սահմանված խիստ կրոնական արգելքները։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանի դեմ իրականացված գործողության ընթացքում թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, հակաօդային պաշտպանության համակարգերի եւ ափամերձ հսկողության օբյեկտներ։ Վաշինգտոնի հայտարարությունից հետևում է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի մի շարք թիրախների, այդ թվում Բենդեր Աբբաս քաղաքում։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածել է Քուվեյթի ամերիկյան ռազմաբազայի հակաօդային պաշտպանության համակարգի ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաեւ Քուվեյթի այն հատվածներին, որտեղ ամերիկյան զինծառայողներն էին գտնվում։ Պատասխան հարվածների թիրախ են դարձել նաև Հորդանանում տեղակայված ամերիկյան զինուժի կապի համակարգերն ու վառելիքի պահեստները։ ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով, եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ապստամբել եւ փոխել իր կառավարությունը, ապա դա նրանց գործն է, սակայն իրենք չեն պատրաստվում այնտեղ ուղարկել 150,000 ցամաքային զինվորականների։ Վենսը նշել է, որ իրենց նպատակը ի սկզբանե Իրանի ներկայիս ռեժիմի տապալումն է եղել։ ԱՄՆ Սենատի դեմոկրատները տապալել են 1.15 տրիլիոն դոլար արժողությամբ պաշտոնական բյուջեի նախագիծը։ Քվեարկության ձախողման հիմնական պատճառն Իրանի դեմ առանց կոնգրեսի թույլատվության եւ հստակ ռազմավարության սկսված պատերազմն է։ Ըստ NBC հեռուստաալիքի այդ գործողությունների իրական արժեքը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի, ինչը եռակի գերազանցում է Պենտագոնի հրապարակած տվյալները։ Օրենսդիրները քննադատել են սոցիալական ծրագրի կրճատումը եւ ռազմական ծախսերը մինչեւ 1.5 տրիլիոն դոլարի հասցնելու սպիտակ տան պահանջը։ Այսպիսով տասնամյակներ շարունակ անխափան ընդունվող օրինագիծը վերածվել է իշխանության երկու թևերի միջև քաղաքական լուրջ դիմակայության առարկայի։ Мы, конечно, отслеживаем все новости, связанные с киевским режимом. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման մոտալուտ հեռանկարներ չկան, թեև Ռուսաստանը պաշտոնապես մնում է բանակցությունների գաղափարին բաց։ Պեսկովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային խաղաղ գործընթացներին աջակցելու պատրաստակամության համար, սակայն ընդգծել է, որ ոչ մի նշան չկա բանակցային գործընթացի մոտ ժամանակներս վերականգնման մասին։ Ռուսական կողմի պնդմամբ Ուկրաինայում տեղի ունեցող կառավարական լայնածավալ փոփոխությունները ներառյալ նոր վարչապետի եւ պաշտպանության նախարարի նշանակումը էական ազդեցություն չեն ունենա ընդհանուր դրության վրա, քանի դեռ Կիևը պատրաստ չէ խաղաղ կարգավորմանը տանող որոշում ներկայացնել։ Բանակցությունները դադարեցվել էին դեռևս փետրվարին, երբ Վաշինգտոնի ուշադրությունը շեղվել էր Իրանի դեմ պատերազմի պատճառով։ Մոսկվան շարունակում է մերժել հրադադարի կոչերը, պնդելով, որ իրենց անհրաժեշտ է մշտական համաձայնագիր, այլ ոչ թե ժամանակավոր զինադադար, որը ռուսական կողմի գնահատմամբ Ուկրաինային հնարավորություն կտա ուժեր հավաքել։ Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ նախագահ Զելենսկու պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդերովին պաշտոնից հեռացնելու անսպասելի որոշման։ Կիևում հավաքված հիմնականում երիտասարդ ցուցարարները պաստառներով եւ վանկարկումներով իրենց զայրույթն են հայտնել, պահանջելով դադարեցնել այն, ինչ անվանում են հաղթանակի սաբոտաժ։ Զելենսկին դեռևս չի պարզաբանել Ֆեդերովի հեռացման պատճառները, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել ինչպես հասարակության, այնպես էլ զինվորականների շրջանում։ 35-ամյա Ֆեդերովը, որը նախարարի պաշտոնը ստանձնել էր հունվարին, հասցրել էր համբավ ձեռք բերել կոռուպցիայի դեմ պայքարի, նախարարության աշխատանքի արդիականացման եւ ռազմաճակատում տվյալների վերլուծության միջոցով գործողությունների բարելավման շնորհիվ։ Որոշ վերլուծաբաններ Ֆեդերովի հեռացումը կապում են զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ ունեցած տարաձայնությունների կամ մոբիլիզացիայի գործընթացում հետ։ Զինվորականներն ու փորձագետները Ֆեդերովին համարում են իրենց պատմության մեջ լավագույն պաշտպանության նախարարը։ Օրինակ հայտնի դրոնային ստորաբաժանման հրամանատար Պավլո Ելիզարովը արդեն հրաժարական է տվել ի նշան բողոքի, որակելով այս որոշումը որպես մեծ չարիք երկրի պաշտպանունակության համար։ Ֆեդերովի գործունեությունը առանձնանում էր բարձր տեխնոլոգիական պատերազմի վրա կենտրոնացմամբ, մասնավորապես ԱԹՍ-ների բանակի հիմնադրամի ստեղծմամբ։ Նրա նախարարությունը նաև առանցքային դեր է խաղացել Ղրիմի ուղղությամբ հարվածներում եւ ռուսական ուժերի կողմից Starlink արբանյակների օգտագործումը սահմանափակելու հարցում։ Ինքը Ֆեդերովը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը թշնամու դեմ։ Չինաստանի մի շարք շրջաններում հորդառատ անձրևներն ու թայֆունները հզոր ջրհեղեղների պատճառ են դարձել։ Գուանսի Չժունյան ինքնավար մարզում ջրհեղեղը խլել է առնվազն 39 մարդու կյանք, 9 մարդ էլ դեռևս անհետ կորած է համարվում։ Տարերային աղետից տուժել է ավելի քան 375,000 բնակիչ, 130,000-ից ավելին էլ ստիպված են եղել լքել իրենց տները։ Աղետը լուրջ մտահոգություններ է առաջացրել ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ, մասնավորապես նահանգներից մեկում 1960 թվականին
թվականին կառուցված ջրամբարի փլուզումը, որը դարձել է 26 մարդու մահվան պատճառ, ցույց է տվել, որ հնացած կառույցները չեն դիմանում ներկայիս կլիմայական պայմաններին։ Աղետից տուժածներին օգնության ձեռք է մեկնել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Թիմը որոշել է ջրհեղեղից տուժածներին ուղարկել առաջին անհրաժեշտության պարագաներ, այդ թվում ջուր, սրբիչներ, հագուստ եւ ուսապարկեր։ Ֆուտբոլիստները նշել են, որ այս քայլով ցանկանում են աջակցել իրենց չինացի երկրպագուներին, որոնք ակտիվորեն սատարում են թիմին աշխարհի առաջնության մրցաշարի ընթացքում։